Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Եկեք խոսենք մի բանի մասին, որի գոյության մասին բոլորը գիտեն, բայց քչերն ունեն։ Անվտանգության բարձիկ։ Այդ բարձիկը չես նկատում, երբ ամեն ինչ լավ է։ Աշխատում ես, աշխատավարձը գալիս է, հաշիվները փակվում են ու թվում է, թե կյանքը վերահսկելի է, մինչև մի օր ինչ-որ մի բան չի փոխվում։ Աշխատանքը, առողջությունը, շուկան կամ պարզապես տրամադրությունը։ Եվ հենց այդ պահին պարզվում է, դու ոչ թե քայլում ես հարթ ճանապարհով, այլ լարով, առանց ցանցի։ Շատերն ասում են, ես ռիսկի չեմ դիմում, ինձ հետ բան չի լինի։ Սա նույն վստահությունն է, որով մարդիկ առանց անձրևանոց դուրս են գալիս մուգ ամպերի տակ։ Երբեմն ստացվում է, երբեմն ոչ, բայց թրջվելը միշտ ավելի արագ է, քան չորանալը։ Ֆինանսական բարձիկը շքեղություն չէ, դա հավելյալ գումար չէ, որ միայն շատ վաստակողները կարող են իրենց թույլ տալ։ Դա ժամանակ է, ժամանակ մտածելու, ընտրելու, խոճապի չմատնվելու։ Երբ բարձիկ չունես, ցանկացած խնդիր դառնում է ճգնաժամ։ Երբ ունես, խնդիրը մնում է խնդիր ու չի դառնում աղետ։ Զավեշտալին այն է, որ մենք շատ հաճախ պատրաստ ենք գումար ծախսել ամեն ինչի վրա, բացի սեփական հանգստությունից։ Սրճարաններ, բաժանորդագրություններ։ Սա պիտի գնեմ, որովհետև զեղչված է արտահայտությունով գնումներ, բայց երբ խոսքը գնում է մի կողմ դնելու մասին, ասում ենք, այս ամիս չէ, մյուս ամսից։ Այդ մյուս ամիսը սովորաբար չի գալիս։ Ֆինանսական բարձիկ ունենալը չի նշանակում կտրուկ փոխել կյանքը կամ դառնալ ծայրահեղ խնայող։ Դա նշանակում է ունենալ պայմանավորվածություն ինքդ քեզ հետ։ Թեկուզ փոքր գումար, բայց կանոնավոր։ Թեկուզ 3 ամսվա ծախս, ոչ թե 6, ոչ իդեալական, բայց իրական։ Եվ ամենակարևորը, բարձիկը չի ստեղծվում վախից, այլ խելամտությունից։ Ոչ թե վատ բան կկատարվի տրամաբանությամբ, այլ եթե ինչ-որ բան փոխվի, ես ժամանակ կունենամ արձագանքելու մտածողությամբ։ Սա վստահություն է, ոչ թե պարանոյա։ Ֆինանսական անվտանգությունը բարձր թվերի մասին չէ, այն ներքին վիճակի մասին է, երբ կարող ես ասել ես չեմ շտապում, ես ընտրություն ունեմ։ Իսկ ընտրություն ունենալը, ինչպես գիտենք, ամենաթանկ արժեցող բաներից է։ Հաջորդ անգամ, երբ մտածես արժե արդյոք մի քիչ մի կողմ դնել, հիշիր, բարձիկը փափուկ է ոչ թե ընկնելուց առաջ, այլ ընկնելու պահին։ Եվ հենց դա է ամբողջ իմաստը։ Քեզ հետ կրկին Փիսոն էր։ Կհանդիպենք հաջորդ անգամ։